Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Ժնևում բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ։ Ըստ համատեղ հայտարարության բանակցությունները եղել են կառուցողական և հարգալից։ Կողմերը նախատեսում են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքը խաղաղության ծրագրի շուրջ։ Նշվում է, որ ուկրաինական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմն ավարտելու ուղղությամբ անխոնջ ջանքերի համար։ Ավելի վաղ Թրամփը դժգոհել էր, թե Ուկրաինան երախտապարտ չէ Միացյալ Նահանգներին։ Ամերիկյան պատվիրակության ղեկավար պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ահռելի առաջընթաց է գրանցվել ամերիկյան ծրագրի շուրջ, սակայն դեռ աշխատանք կա անելու մի քանի կետերի, օրինակ ՆԱՏՕ-ի դերակատարման շուրջ։ Նա մանրամասներ չի հայտնել, սակայն շեշտել է. քննարկումների և առաջարկների արդյունքում փաստաթղթի նախագիծը դեռ կփոփոխվի։ Ռուբիոյի խոսքով Մոսկվան իր դիրքորոշումն ավելի վաղ ներկայացրել էր ամերիկյան կողմին։ Եթե ուկրաինական կողմի հետ համաձայնություն ձեռք բերվի, ապա դա կներկայացվի Մոսկվային, հավելել է Ռուբիոն։ Ժնևում հանդիպում է տեղի ունեցել նաև եվրոպական երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։ Ռուբիոյի խոսքով նրանց ներկայացվել է ձեռք բերված առաջընթացը։ Նա շեշտել է. այն հարցերը, որոնք ներառում են Եվրոպան և ՆԱՏՕ-ն, հետագայում առանձին կքննարկվեն նրանց հետ։ Այժմ պատվիրակությունները կենտրոնացած են հիմնականում երկկողմ հարցերի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին քննարկումները որակել է բովանդակալից։ Կան ազդանշաններ, որ նախագահ Թրամփի թիմը լսում է մեզ, կարևոր է երաշխավորել, որ պատերազմն ավարտելուն ուղղված քայլերը լինեն արդյունավետ և ամեն բան լինի իրագործելի, հայտարարել է նա։ Ամերիկյան առաջարկով նախատեսվում է, որ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ։ Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե-ֆակտո վերահսկողությունը։ Ուկրաինան պետք է նաև նվազեցնի իր զինված ուժերի թվաքանակը ներկայիս 880 հազարից հասցնելով 600 հազարի։ Կիևը նաև պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, փոխարենը ստանալով անվտանգության հուսալի երաշխիքներ։ Ռուսաստանն էլ պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ։ Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն և երկիրը նորից կինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ։ Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, թիրախավորելով Հզբոլլահի ամենաազդեցիկ հրամանատարներից մեկին։ Շարժումը հաստատել է Ալի Տաբտաբայի մահը։ ԱՄՆ-ն 2016 թվականին Տաբտաբային ներառել է հետախուզվող ահաբեկիչների ցանկում, նրա մասին տեղեկատվության համար առաջարկելով $5 միլիոն։ Լիբանանի առողջապահության նախարարության փոխանցմամբ ավիահարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, 28-ը վիրավորվել։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ավելի վաղ միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար։ Նա 5 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել ուղղված խաղաղության վերականգնմանը և սահմանային լարվածության նվազեցմանը։ 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագիրը պետք է վերջ դներ Իսրայելի և Հզբոլլահի միջև մարտերին, սակայն մեկ տարվա ընթացքում Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանին, հայտարարելով, որ թիրախավորում է Հզբոլլահի ռազմական օբյեկտները։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավարտվել է մեծ քսանյակի երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որը Միացյալ Նահանգները բոյկոտել էր։ G20-ի ղեկավարները 122 կետից բաղկացած համատեղ հռչակագիր են ստորագրել, որն ընդգծում է գլոբալ մարտահրավերներին բազմակողմ համագործակցության միջոցով դիմակայելու անհրաժեշտությունը և կոչ է անում ավելի ուժեղ աջակցություն ցուցաբերել զարգացող երկրներին կայուն զարգացումը խթանելու համար։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի խոսքով համաձայնագիրը ցույց է տալիս, որ ընդհանուր նպատակները գերազանցում են երկրների տարաձայնությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր չմասնակցել Յոհանեսբուրգում անցկացվող գագաթնաժողովին, դա պատճառաբանելով նրանով, թե Հարավաֆրիկյան Հանրապետության սպիտակամորթ բնակչությունը ենթադրաբար զանգվածային բռնությունների է ենթարկվում։ Վիետնամում տեղատարապ անձրևները հեղեղումներ և սողանքներ են առաջացրել, որի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել, կան նաև անհետ կորածներ։ Ըստ Վիետնամի իշխանությունների ամբողջ երկրում վնասվել է 186 հազար տուն, հեղեղները քշել տարել են ավելի քան 3 միլիոն տնային կենդանիների։ Հեղեղումների վնասը գնահատվում է $100-ավոր միլիոն։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։